Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչների Գեղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ հանգամանորեն խոսել իմ եւ Հրանտ Դավոյանին առնչվող դատական գործի մանրամասների մասին։ Մասնավորապես կենթանասեր Հրանտ Դավոյանը դատի է տվել Էրիկ Գեղինյանից, որ իբր թե ես իրեն անվանել եմ հոմոսեքսուալ եւ պահանջում է դատարանից հօգուտ իրեն ինձնից բռնագանձել 1.5 միլիոն դրամ։ Այդ կապակցությամբ առաջիկայում Էրիկ Գեղինյանս պետք է դատանում տամ հանգամանալից ցուցմունք։ Սույն գործով դատական նիստը նշանակված է 2026 թվականի օգոստոսի 4-ին ժամը 17-ին, այսինքն ժամը 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր քաղաքի նստավայրում։ Օգոստոսի 4-ին ժամը 5-ին Վանաձոր քաղաքի դատանում կայանալիք դատական նիստի ողջ ընթացքը ես պետք է հեռարձակեմ իմ YouTube-յան ալիքով։ Նաև ցանկանում եմ հիմա ես դատանին պետք է նաև միջնորդություն ներկայացնեմ օգոստոսի 4-ին կայանալիք դատական նիստի ժամանակ պետք է դատանին միջնորդություն ներկայացնեմ, որպեսզի դատարանը Հրանտ Դավոյանին վկայի կարգավիճակով հրավիրի դատարան, քանի որ ես բազմաթիվ հարցեր ունեմ ուղղված Հրանտ Դավոյանին եւ ակնկալում եմ իմ հարցերի պատասխանները ստանալ Հրանտ Դավոյանից։ Իսկ եթե Հրանտ Դավոյանը հրաժարվի խուսափի դատարան ներկայանալուց, ապա ես դատանին կմիջնորդեմ Հրանտ Դավոյանին հակառակ իր կամքի հարկադրաբար բերման ենթարկել դատարան։ Նաև ես ցանկանում եմ հիմա ես հրապարակայնորեն Հրանտ Դավոյանին հրավիրում եմ ինձ հետ ուղիղ եթերում բանավեճի, կարծում եմ, որ հանրությանը հետաքրքիր կլինի իմ եւ Հրանտ Դավոյանի միջև տեղի ունենալիք բանավեճը, քանի որ ես բազմաթիվ հարցեր ունեմ ուղղված Հրանտ Դավոյանին եւ ակնկալում եմ իմ հարցադրումների պատասխանները ստանալ Հրանտ Դավոյանից։ Կարծում եմ, որ Հրանտ Դավոյանը նույնպես կունենա ինձ ուղղված հարցեր, ուստի ես, եթե Հրանտ Դավոյանը համաձայնվի ինձ հետ բանավիճել ուղիղ եթերի ձևաչափով, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում պատասխանել ուղիղ եթերի ձևաչափով պատասխանել Հրանտ Դավոյանի կողմից ինձ ուղղված բոլոր հարցադրումներին եւ որևէ հարցից չեմ խուսափելու։ Իսկ եթե Հրանտ Դավոյանը խուսափի ինձ հետ ուղիղ եթերի ձևաչափով բանավիճելուց, ապա ես դա կհամարեմ, որ Հրանտ Դավոյանը պարզապես վախեցավ ինձնից, վախեցավ ինձ հետ բանավիճելուց։ Նաեւ նշեմ, որ հավաստիացնում եմ, որ ես իմ եւ Հրանտ Դավոյանի միջև կայանալիք բանավեճի ժամանակ իմ փաստարկներով կջախջախեմ Հրանտ Դավոյանի առարկայազուրկ փաստարկները։ Ես դա հավաստիացնում եմ իմ հետևորդներին։ Ինչևիցե, եթե Հրանտ Դավոյանը խուսափի ինձ հետ ուղիղ եթերի ձևաչափով բանավիճելուց, այնուամենայնիվ, ինչպես արդեն նշեցի, ես դատանին միջնորդելու եմ Հրանտ Դավոյանին հրավիրել դատարան եւ այն հարցերի պատասխանները, որոնք որ ես ակնկալում եմ ստանալ Հրանտ Դավոյանից, ապա ես Հրանտ Դավոյանին իմ հարցերը կուղեմ հենց դատարանում եւ Հրանտ Դավոյանը դատական նիստի ժամանակ չի կարող խուսափել իմ հարցերին պատասխանելուց։ Նաև ցանկանում եմ հանրությանը եւ Հրանտ Դավոյանին տեղեկացնել, որ Էրիկ Գեղինյանս այս պահի դրությամբ չունեմ իմ անվամբ գրանցված որևէ գույք, որևէ սեփականություն, ինչպես նաև չունեմ որևէ աշխատանք, թե գրանցված, թե չգրանցված, որևէ աշխատանք չունեմ, ունեմ գործազուրկի կարգավիճակ, ինչպես նաև չունեմ իմ անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներ, այնպես որ եթե նույնիսկ հիպոթետիկ կերպով ենթադրենք, որ Հրանտ Դավոյանի հայցը բավարարվի, չնայած դա հեռու է իրականությունից, այնուամենայնիվ, եթե հիպոթետիկ կերպով ենթադրենք, որ Հրանտ Դավոյանի հայցը կբավարարվի, ապա դրա արդյունքում Հրանտ Դավոյանը չի կարող ինձնից որևէ գումար բռնագանձել, քանի որ ես չունեմ բռնագանձման ենթակա որևէ գույք կամ սեփականություն, չունեմ աշխատանք, չունեմ եկամուտներ, մի խոսքով ոչինչ չունեմ։ Նաև նշեմ, որ իմ նախկին զուգընկերուհիներից մեկը Աննա Սիրունյանը նոտարական կարգով ինձ նվիրել էր 2 հատ բնակարաններ, որոնք ես տարիներ առաջ վաճառել եմ, այսինքն միակ գույքը, որը ես ունեցել եմ, դա եղել է այդ բնակարանները, որը ես վաճառել եմ եւ գումարներն էլ ծախսել եմ, այսինքն այս պահի դրությամբ ես բռնագանձման ենթակա ոչինչ չունեմ։ Նաև հանրությանը եւ իմ հետևորդներին իրազեկում եմ, որ Հրանտ Դավոյանի գործով Էրիկ Գեղինյանից կողմից դատանում որպես վկայացուցմունք տալուց հետո Էրիկ Գեղինյանս Գերմանիայում բնակվող իմ հետևորդուհիներից մեկի ֆինանսավորմամբ առաջիկայում պատրաստվում է մշտական բնակության մեկնել Գերմանիա եւ անհրաժեշտության դեպքում արդեն Հրանտ Դավոյանին առնչվող այս դատական գործով ես իմ իրավունքների պաշտպանության նպատակով ըստ անհրաժեշտության գանգատ կներկայացնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Էրիկ Գեղինյանս իմ իրավաբանական գիտելիքներով տիրապետում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգին։ Այժմ ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել, ցանկանում եմ
ամբողջությամբ հրապարակել Հրանտ Դավոյանի գործով իմ կողմից արդեն իսկ դատանի ներկայացված միջնորդությունը, որը բավականին ծավալուն է, եւ այս միջնորդությունը ես նաեւ կհրապարակեմ օգոստոսի 4-ին կայանալիք դատական նիստի ժամանակ։ Հրանտ Դավոյանը դատարանին է ներկայացրել ըստ իր խոսքերի իբր թե Facebook-ից տպված մի փաստաթուղթ, որտեղ ըստ Հրանտ Դավոյանի Էրիկ Եղինյանս իբր թե գրել եմ հետևյալ բովանդակությամբ մի տեքստ, մեջբերում եմ այդ տեքստը. Սոնա ջան, երկու հատ հոմոսեքսուալ իրար հետ ապրում են մի տան մեջ ու իրանց շատ լավ են զգում, մեջբերման ավարտը։ Հատկանշական է այն հանգամանքը, որ հիշյալ գրառման մեջ Հրանտ Դավոյանի անուն ազգանունը ընդհանրապես չի հիշատակվում, հետևաբար ինձ համար անհասկանալի եւ անտրամաբանական է, թե Հրանտ Դավոյանը հիշյալ գրառումը ինչու է վերագրել հենց իրեն։ Ավելին, Հրանտ Դավոյանի կողմից դատանին ներկայացված վերը նշված փաստաթուղթն ու մյուս փաստաթղթերը չեն վավերացվել նոտարի կողմից։ Հետևաբար ես իրավայցորեն վիճարկում եմ Հրանտ Դավոյանի կողմից դատանին ներկայացված փաստաթղթերի իսկությունը։ Դատարանի կողմից նշանակված դատահեղինակագիտական փորձաքննության շրջանակներում փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը գրություն էր հասցեագրել դատարանին, պահանջելով փորձագետներին տրամադրել Հրանտ Դավոյանի կողմից դատանին ներկայացված իբրև թե Facebook-ից տպված փաստաթղթերի բնօրինակները։ Այդ կապակցությամբ դատարանը 2026 թվականի հունիսի 8-ին որոշում է կայացրել Հրանտ Դավոյանից պահանջել փորձագետներին ներկայացնել Հրանտ Դավոյանի կողմից դատանին ներկայացված իբրև թե Facebook-ից տպված փաստաթղթերի բնօրինակները։ Մինչդեռ Հրանտ Դավոյանը չի կատարել դատանի որոշման պահանջները եւ Հրանտ Դավոյանը վերը նշված փաստաթղթերի բնօրինակները այդպես էլ չի տրամադրել փորձագետներին։ Փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ Հրանտ Դավոյանի ներկայացուցիչ փաստաբան Զոհրաբ Ապրեսյանը զանգահարել է փորձագետներին եւ հայտնել է, որ Facebook-յան էջը ջնջված լինելու պատճառով Հրանտ Դավոյանը չի կարող փորձագետներին տրամադրել իբրև թե Facebook-ում արկա եղած այդ փաստաթղթերի բնօրինակները։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ ըստ Հրանտ Դավոյանի հայցադիմումում նշված խոսքերի, Հրանտ Դավոյանի կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելու դրությամբ Հրանտ Դավոյանի վկայակոչած այդ ենթադրյալ Facebook-յան էջը ջնջված չի եղել։ Հետևաբար Հրանտ Դավոյանը հնարավորություն է ունեցել նախքան հայցադիմումը դատարան ներկայացնելը այդ Facebook-յան հրապարակումները նախապես վավերացնել նոտարի կողմից եւ նոտարի կողմից վավերացված այդ Facebook-յան հրապարակումների բնօրինակներն իր հայցադիմումին կից ներկայացնել դատարան։ Մինչդեռ Հրանտ Դավոյանը նոտարի կողմից վավերացված այդ Facebook-յան հրապարակումների բնօրինակները իր հայցադիմումին կից չի ներկայացրել դատարանին։ Ակնհայտ է, որ փորձաքննության լիարժեքությունն ապահովելու նկատառումներից ելնելով փորձագետները կարևորել են փորձաքննությանը ներկայացնել Facebook-յան ենթադրյալ հրապարակումների բնօրինակները։ Մինչդեռ գործի համար էական նշանակություն ունեցող այդ Facebook-յան ենթադրյալ հրապարակումների բնօրինակները Հրանտ Դավոյանի կողմից փորձագետներին չներկայացնելու պարագայում փորձագետներն անիրավայցորեն եզրակացրել են, որ Հրանտ Դավոյանի կողմից դատանին ներկայացված նոտարի կողմից չվավերացված Facebook-յան ենթադրյալ հրապարակումներում նշված գրավոր խոսքի հեղինակը իբր թե հանդիսանում է Էրիկ Եղինյանս։ Փորձագետներն իրենց եզրակացության մեջ նշված վերը հիշատակված հանգամանքը պայմանավորել են բացառապես այն բանով, որ հետազոտելի նյութերում եւ Էրիկ Եղինյանից գրավոր խոսքում համընկնում են իրավաբանական բնույթի բարդ բառերը։ Այդ կապակցությամբ պարզաբանում են, որ օրենքներին քաջատեղյակ իրավաբանությամբ զբաղվող յուրաքանչյուր անձ իր խոսքում օգտագործում է փորձագետի եզրակացության մեջ նշված իրավաբանական բնույթի բարդ բառերը։ Հետևաբար նմանատիպ զուգադիպություններից ելնելով փորձագետների կողմից իրենց եզրակացությամբ արված այն հիմնազուրկ պնդումը, ըստ որի Հրանտ Դավոյանի կողմից դատանին ներկայացված նոտարի կողմից չվավերացված այդ ենթադրյալ Facebook-յան հրապարակումներում նշված գրավոր խոսքի հեղինակը միանշանակ հանդիսանում է Էրիկ Եղինյանս, գտնում եմ, որ փորձագետների այդ հիմնազուրկ պնդումը իրավաչափ չէ եւ զուրկ է որևէ փաստարկված եւ ողջամիտ հիմնավորումներից եւ փորձագետների վերը նշված հետևություններն անտրամաբանական են եւ ողջամիտ չեն։
Ինձ համար խիստ կասկածելի է, թե հայցվոր Հրանտ Դավոյանի ներկայացուցիչ Զոհրաբ Ապրեսյանը ինչու դատանին միջնորդեց հեղինակը գիտական փորձաքննության կատարումը հանձնարարել հենց փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ին այն պարագայում, երբ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՕԱԿ-ում նույնպես կատարվում է հեղինակագիտական փորձաքննությունը։ Հետևաբար իմ ողջամիտ դիտարկմամբ չի բացառվում, որ հնարավոր է Հրանտ Դավոյանը եւ Զոհրաբ Ապրեսյանը կապեր ունենան փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ում, այդ իսկ պատճառով էլ Զոհրաբ Ապրեսյանը իմ կարծիքով փորձաքննության կատարումը միջնորդեց նշանակել հենց փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ին, որպեսզի ակնկալեն ստանալ Հրանտ Դավոյանի համար ցանկալի եւ Հրանտ Դավոյանի օգտին եզրակացություն։ Տեղեկացնում եմ, որ փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի փորձագետներ Նինա Մեսրոպյանի եւ Հասմիկ Ղուկասյանի կողմից Հրանտ Դավոյանի օգտին Էրիկ Եղինյանից դիտարկմամբ ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություն տալու փաստի առթիվ ես ոստիկանության Ստեփանավանի բաժնում փորձագետներ Նինա Մեսրոպյանի եւ Հասմիկ Ղուկասյանի վերաբերյալ տվել եմ հանցագործության մասին գրավոր հաղորդում, որն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժին։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ փորձագետն իրենց եզրակացության մեջ նշել է նաև, որ փորձագետի հետևությունները հիմնված են փորձաքննությանը տրամադրված նյութերի հետազոտության վրա, առանց այդ տվյալների եւ նյութերի հավաստիությունն ու թույլատրելիությունը երաշխավորելու, քանզի նման գնահատումը բացառապես դատանի լիազորությունների տիրույթում է գտնվում։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ դատարանը պաշտոնական հարցմամբ դիմել է ԱՄՆ-ում գտնվող Facebook-ին պատկանող Meta ընկերությանը Հրանտ Դավոյանի կողմից մատնանշված իբրև թե Էրիկ Եղինյանից պատկանած Facebook-յան օգտահաշվի վերաբերյալ դատանին տեղեկություններ տրամադրելու պահանջով։ Մինչդեռ դատանի այդ հարցման պատասխանը Meta ընկերությունից դեռևս դատանում չի ստացվել։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Հրանտ Դավոյանի կողմից մատնանշված իբրև թե Էրիկ Եղինյանից պատկանող Facebook-յան օգտահաշվից Հրանտ Դավոյանի վերաբերյալ կատարված ենթադրյալ հրապարակումները Էրիկ Եղինյանից կողմից կատարված լինելու կամ կատարված չլինելու հանգամանքը կարող էր հաստատվել կամ հերքվել միմիայն Meta ընկերությունից դատանի հարցմանը ի պատասխան ուղարկված տեղեկատվությամբ, այլ ոչ թե փորձագետի եզրակացությամբ։ Մինչդեռ փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի փորձագետներ Նինա Մեսրոպյանը եւ Հասմիկ Ղուկասյանը չսպասելով Meta ընկերության կողմից դատանի հարցման պատասխանը ստացվելը, հապճեպ կերպով անիրավացիորեն եզրակացրել են, որ Հրանտ Դավոյանի կողմից դատանին ներկայացված նոտարի կողմից չվավերացված իբրև թե Facebook-ից տպված ենթադրյալ հրապարակումներն իբր թե կատարվել են Էրիկ Եղինյանից կողմից եւ իբր թե Հրանտ Դավոյանի վերաբերյալ տարածված ենթադրյալ գրավոր խոսքի հեղինակը իբր թե հանդիսանում է Էրիկ Եղինյանս։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ փորձագետներն իրենց եզրակացությամբ ընդհանրապես չեն անդրադարձել Հրանտ Դավոյանի կողմից իր հայցադիմումին կից դատարան ներկայացված այն փաստաթղթին, որտեղ նշված է, որ ըստ Հրանտ Դավոյանի Էրիկ Եղինյանս իբր թե Հրանտ Դավոյանին անվանել է հոմոսեքսուալ։ Մասնավորապես փորձագետներն իրենց եզրակացության մեջ ընդհանրապես չեն նշել այլ անձի հոմոսեքսուալ լինելու վերաբերյալ այդ գրավոր խոսքի հեղինակը արդյոք հանդիսանում է Էրիկ Եղինյանս, թե ոչ։ Ինչպես նաև փորձագետներն իրենց եզրակացության մեջ ընդհանրապես չեն նշել այլ անձի հոմոսեքսուալ լինելու վերաբերյալ այդ գրավոր խոսքում պարունակվող արտահայտություններով հեղինակն արդյոք նկատի է ունեցել հենց Հրանտ Դավոյանին այն պարագայում, երբ այդ գրառման մեջ Հրանտ Դավոյանի անուն ազգանունը ընդհանրապես չի հիշատակվում։ Քաղաքացիական գործերով փորձաքննություն նշանակելու, այդ թվում նաև կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Վճռաբեկ դատանի քաղաքացիական պալատը իրավական դիրքորոշումներ է արտահայտել հետևյալ նախադեպային որոշումներով։ ԵԵԴ 1284-0212, ԱՐԴ 0303-0215, ԵԿԴ 1782-0216 քաղաքացիական գործերով։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե առաջին հայցյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ, ապա առաջին հայցյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի եւ մեկ այլ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էրիկ Եղինյանից մոտ հիմնավոր կասկածներ են առաջացել փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ,
Ուստի Էրիկ Եղինյանս դատանին միջնորդել եմ նշանակել կրկնակի դատահեղինակը գիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա 24 հասցեում գտնվող փորձաքննությունների ազգային բյուրո ՊՕԱԿ-ի փորձագետներին կամ դատանի հայեցողությամբ որևէ այլ պետական փորձագիտական հաստատությանը, որտեղ կատարվում է հեղինակագիտական փորձաքննությունը։ Պարզաբանման համար փորձագետին առաջադրել հետևյալ հարցադրումները։ Ուշադրություն, հրապարակում եմ Էրիկ Եղինյանից կողմից փորձագետին առաջադրված հարցադրումները։ Դատանի որոշմամբ Հրանտ Դավոյանից պահանջված Facebook-յան հրապարակումների բնօրինակները Հրանտ Դավոյանի կողմից իր հայցադիմումին կից դատարան չներկայացնելու եւ փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի փորձագետներին չտրամադրելու արդյունքում հնարավոր է արդյոք միանշանակ եւ հաստատապես պնդել, որ այդ Facebook-յան հրապարակումներում նշված գրավոր խոսքի հեղինակը հանդիսանում եմ հենց Էրիկ Եղինյանս այն պարագայում, երբ Հրանտ Դավոյանի կողմից իր հայցադիմումին կից դատարան ներկայացված ոչ բնօրինակ Facebook-յան փաստաթղթերը վավերացված չեն եղել նոտարի կողմից։ Սա առաջի հարցն էր։ Հիմա հրապարակում եմ երկրորդ հարցը փորձագետին ուղղված։ Հրանտ Դավոյանի կողմից իր հայցադիմումին կից դատարան ներկայացված նոտարի կողմից չվավերացված ոչ բնօրինակ փաստաթղթում նշված այլ անձի հոմոսեքսուալ լինելու վերաբերյալ այդ գրավոր խոսքի հեղինակը արդյոք հանդիսանում է Էրիկ Եղինյանս, թե ոչ։ Հիմա հրապարակում եմ փորձագետին ուղղված իմ երրորդ հարցը։ Հրանտ Դավոյանի կողմից իր հայցադիմումին կից դատարան ներկայացված նոտարի կողմից չվավերացված ոչ բնօրինակ փաստաթղթում նշված այլ անձի հոմոսեքսուալ լինելու վերաբերյալ այդ գրավոր խոսքում պարունակվող արտահայտություններով հեղինակն արդյոք նկատի է ունեցել Հրանտ Դավոյանին այն պարագայում, երբ այդ գրառման մեջ Հրանտ Դավոյանի անուն ազգանունը ընդհանրապես չի հիշատակվում։ Այս երեք հարցերն է ես ըստ էության ուղղել փորձագետին։ Հիմա շարունակեմ իմ միջնորդության հրապարակումը։ Դատանին միջնորդում եմ Էրիկ Եղինյանս դատանին միջնորդել եմ Հրանտ Դավոյանից պահանջել կրկնակի փորձաքննությանը, փորձագետին տրամադրել Հրանտ Դավոյանի կողմից իր հայցադիմումին կից դատանին ներկայացված ենթադրաբար Facebook-ից տպված հետազոտելի փաստաթղթերի բնօրինակները։ Դատանին խնդրել եմ փորձագետներին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ առանց հարգելի պատճառի եզրակացություն տալուց հրաժարվելու վերաբերյալ քրեական օրենսգրքի 503 եւ 504 հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Փորձաքննությունների ծախսերին անդրադառնալ վերջնական դատական ակտով։ Կրկնակի փորձաքննություն նշանակելու իմ միջնորդությունն ինքնանպատակ չէ եւ բխում է սույն գործով ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտությունից։ Մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում է արդարության, սակայն իր ամբողջ կյանքի ընթացքում զուրկ է լինում արդարությունից։ Ուստի ես դատանից արդարություն եւ արդարադատություն եմ ակնկալում, եւ եթե դատանը մերժի կրկնակի փորձաքննություն նշանակելու իմ միջնորդությունը, ապա դրա արդյունքում կխախտվի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իմ իրավունքը։ Էրիկ Եղինյանս տիրապետում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգին, ուստի սույն գործով Էրիկ Եղինյանս հետագայում անհրաժեշտության դեպքում իմ իրավունքների պաշտպանության նպատակով գանգատ կներկայացնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կրկնակի դատահեղինակագիտական փորձաքննություն նշանակելուց հետո դատանին միջնորդում եմ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնել եւ սույն գործի վարույթը վերսկսել կրկնակի փորձաքննության եզրակացությունը ստացվելուց եւ մետաընկերությունից դատանի հարցման պատասխանը ստացվելուց հետո։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85 հոդվածի առաջին մասի համաձայն փորձագետն առաջին այցանի դատանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով կարող է հրավիրվել հարցաքննության։ Ելնելով վերոգրյալից իրենց տված փորձագիտական եզրակացությունը պարզաբանելու եւ փորձագետի եզրակացության հետ կապված փորձագետներին ուղղված իմ հարցերին պատասխանելու նպատակով Էրիկ Եղինյանս դատանին միջնորդել եմ վկայի կարգավիճակով հարցաքննվելու համար դատարան հրավիրել փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի փորձագետներ Նինա Մեսրոպյանին եւ Հասմիկ Ղուկասյանին։ Հասցե քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա 23։ Փորձագետի եզրակացության մեջ նշված Հրանտ Դավոյանին առնչվող գործի համար էական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգամանքներ պարզաբանելու համար անհրաժեշտություն է առաջացել հայցվոր Հրանտ Դավոյանին որպես վկա հարցաքննվելու համար հրավիրել դատարան, քանի որ Էրիկ Եղինյանս բազմաթիվ հարցեր ունեմ ուղղված Հրանտ Դավոյանին եւ ակնկալում եմ իմ հարցերի պատասխանները ստանալ Հրանտ Դավոյանից։
Ելնելով վերոգյալից, Էրիկ Եղինյանս դատարանին միջնորդել եմ վերը նշված հիմքով որպես վկա հարցաքննվելու համար դատարան հրավիրել հայցվոր Հրանտ Լևոնի Դավոյանին։ Քանի որ փորձագետի եզրակացության մեջ հիշատակվում է նաև Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակից Հովհաննես Թորոսյանի անուն ազգանունը, ուստի Էրիկ Եղինյանս դատարանին միջնորդել եմ որպես վկա հարցաքննվելու համար դատարան հրավիրել Հովհաննես Սերժիկի Թորոսյանին, գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզաբանելու համար։ Դատարանին տեղեկացնում են, որ Հրանտ Դավոյանի կազմակերպության հետ համագործակցող շների ստեղծացմամբ զբաղվող կենդանաբույժ Էրիկ Խաչատրյանը դեռևս 2025 թվականի ապրիլի 16-ին պայմանագիր է կնքել Ստեփանավանի համայնքապետարանի հետ, որպեսզի Ստեփանավան քաղաքից բռնեն եւ ստեղծացնեն 56 անտուն շուն, որի համար Ստեփանավանի համայնքապետարանի կողմից Էրիկ Խաչատրյան Աձեին տրամադրվել է 998,000 դրամ։ Այսինքն մեկ շուն ստեղծացնելու արժեքը եղել է 17,820 դրամ։ Բնականաբար Ստեփանավան քաղաքում կան 1000-ից ավել անտուն շներ, մինչդեռ անհասկանալի է թե ինչու է ստեղծացվել հենց 56 անտուն շուն։ Հետևաբար ողջամտորեն ակնհայտ է, որ Ստեփանավան քաղաքում 56 անտուն շուն ստեղծացնելու արդյունքում շների բազմացումը կանխելու խնդիրը այդպես էլ չի լուծվել։ Ստեփանավանի համայնքապետարանի եւ կենդանաբույժ Էրիկ Խաչատրյանի միջև կնքված վերը հիշատակված պայմանագրի շրջանակներում Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակից Հովհաննես Թորոսյանը դեռևս 2025 թվականի ապրիլի 19-ին Ստեփանավան քաղաքում հանրային վայրում անտուն շանը բռնելու ժամանակ երկաթյա օղապարանը գցել էր անտուն շան վիզը եւ շանը քարշ էր տալիս մոտ 20 մետր հեռավորության վրա գտնվող ավտոմեքենան, որի ժամանակ շունը ցավից կախտանձում էր։ Սակայն Էրիկ Եղինյանից միջամտության արդյունքում ինձ բարեբախտաբար հաջողվեց փրկել անտուն շանը։ Հովհաննես Թորոսյանը կարող էր ավտոմեքենան մոտեցնել շանը, այլ ոչ թե շանը քարշ տար մոտ 20 մետր հեռավորության վրա գտնվող ավտոմեքենան։ Էրիկ Եղինյանս հարցում եմ արել պետական մարմին, պահանջելով ինձ տրամադրել Ստեփանավանի համայնքապետարանի եւ Էրիկ Խաչատրյանի միջև կնքված վերը նշված պայմանագրի պատճենը։ Էրիկ Եղինյանից հարցման հիման վրա պետական մարմնի կողմից ինձ է տրամադրվել Ստեփանավանի համայնքապետարանի եւ Հրանտ Դավոյանի հետ համագործակցող կենդանաբույժ Էրիկ Խաչատրյանի միջև կնքված հիշյալ պայմանագրի պատճենը, որը ես արդեն իսկ ներկայացրել եմ դատարանին։ 2025 թվականի ապրիլի 23-ին Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակից Հովհաննես Թորոսյանը իմ կարծիքով ինչ-որ մեկի ուղղորդմամբ քողարկվելով Հայառոս Գազարդի աշխատակցի անվան տակ զանգահարել էր ինձ եւ ինձ կաշառք է առաջարկել, որ ես իմ YouTube-յան ալիքով ցուցադրեմ իր պատվիրած տեսանյութը, սակայն ես բնականաբար մերժել եմ Հովհաննես Թորոսյանի առաջարկը։ Ես ձայնագրել եմ Հովհաննես Թորոսյանի կողմից ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը եւ այդ ձայնագրությունն ու Հովհաննես Թորոսյանի կողմից անտուն շան նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ տեսանյութը ես արդեն իսկ ներկայացրել եմ դատարանին։ Իսկ Հովհաննես Թորոսյանի կողմից ինձ կաշառք առաջարկելու վերաբերյալ Հրանտ Դավոյանին եւ Հովհաննես Թորոսյանին առնչվող իմ հաղորդման վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեի գրության առաջին էջը, որը նախկինում հրապարակված է եղել իմ YouTube-յան ալիքում, հակակոռուպցիոն կոմիտեի հիշյալ գրության առաջին էջը Հրանտ Դավոյանի կողմից արդեն իսկ ներկայացվել է դատարանին։ Ըստ էության այսքանն էին իմ միջնորդությունները, որ ես պետք է հրապարակեմ դատարանում օգոստոսի 4-ին ժամը 5-ին Վանաձոր քաղաքի դատարանում կայանալիք դատական նիստի ժամանակ։ Ակնկալում եմ, որ դատարանը կբավարարի իմ այս բոլոր միջնորդությունները, թե կրկնակի դատահեղինակագիտական փորձաքննություն նշանակելու իմ միջնորդությունը եւ թե Հրանտ Դավոյանին, Հովհաննես Թորոսյանին եւ փորձագետներին վկայի կարգավիճակով դատարան հրավիրելու իմ միջնորդությունները կարծում եմ, որ դատարանը դրանք նույնպես կբավարարի, քանի որ իմ միջնորդությունները բխում են գործով ճշմարտությունը բացահայտելու նկատառումներից եւ եթե դատարանը մերժի իմ այս փաստարկված միջնորդությունները, ապա դրա արդյունքում կխախտվի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իմ իրավունքը, որը ես բնականաբար հետագայում կշահարկեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Վերջում ամփոփելով իմ ողջամիտ դիտարկումները, վերջում եւս մեկ անգամ ես հրապարակայնորեն ինձ հետ բանավեճի եմ հրավիրում Հրանտ Դավոյանին, քանի որ ես բազմաթիվ հարցեր ունեմ ուղղված Հրանտ Դավոյանին եւ ակնկալում եմ իմ հարցադրումների պատասխանները ստանալ Հրանտ Դավոյանից եւ բանավեճի ժամանակ բնականաբար Հրանտ Դավոյանը նույնպես կարող է ինձ ուղղել ցանկացած հարց եւ ստանալ իր հարցերի պատասխանները։ Իսկ եթե Հրանտ Դավոյանը խուսափի
հրապարակայնորեն ուղիղ եթերի ձևաչափով ինձ հետ բանավիճելու իմ առաջարկից, ապա իմ կարծիքով դա կնշանակի, որ Հրանտ Դավոյանը պարզապես վախեցավ ինձ հետ բանավիճելուց, հրապարակայնորեն ինձ հետ բանավիճելուց։ Եվ ես հավաստիացնում եմ, որ եթե Հրանտ Դավոյանը համաձայնվի ինձ հետ ուղիղ եթերի ձևաչափով բանավիճել, ապա հավաստիացնում եմ, որ ես իմ փաստարկներով բանավեճի ժամանակ կջախջախեմ Հրանտ Դավոյանի առարկայազուրկ փաստարկները։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։